Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանն է։ Շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Տիկին Խաչատրյան արդեն մի քանի շաբաթ է, մեկ շաբաթից ավել է, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Ձեր գնահատմամբ այսօրվա ներքաղաքական մթնոլորտին ինչ գնահատական կտակ, բևեռացում է, թե առողջ մրցակցություն։ Առողջ մրցակցություն չի կարող լինել, երբ կողմերից մի կողմը ռուսական ուղղվածության, ռուսական հրամանով Հայաստանի Հանրապետությունում ուժեր են եւ ավելին նախկին իշխանություններից եկած մարդիկ են, այդտեղ արդեն իսկ առողջ մրցակցություն չի կարող լինել, այստեղ կռիվ է ոչ թե Հայաստանի Հանրապետության շահի, այլ պաշտոնների վերադարձի, այլ երկրի շահը սպասարկելու Նաև տեսնում ենք ձայնագրություններ, տեսնում ենք, որ փորձվում է ըստ ձայնագրությունների, որ այն ինչ վերջին գոնե մի քանի ընտրությանն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը ցյան քաղաքացին գիտեր, որ իր ձայնը ուղղակի ձայնն է որոշիչ առանց որևիցե ֆինանսական միջամտության, կարծես թե նորից խառնվել է այդ նոր վերած սովորույթ Հայաստանի Հանրապետությունում, որը հենց ժողովրդավարության կարևոր սկզբունքներից է։ Բայց ինչու են փորձում միայն ընտրակաշառքով, այսպես ասած, մարդկանց ձայնը գնել։ Դե եթե կա այդ process-ը, որը խոսվում է, որը ասվում է, որը համատարած խոսակցություն է թե հասարակության մեջ եւ թե հանրային դաշտում, ուրեմն այլ տարբերակ պարզ է, որ չունեն, որովհետև Պուտինի թեկնածուները, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կերպ իրենց 11-12%-ից այն կողմ հնարավորություն չունեն, նույնիսկ այդ տոկոսներն են արդեն գնալով, քչացնում։ Այս պահին այդ գծի վրա թեկնածուները ովքեր կան, իրենք գրեթե 90%-ն են առաջադրված ուժերի եւ իրենք բոլորը իրար դեմ են պայքարում, որտեվ իրենց քվեն ընդամենը մի փոքր է, իրենք իրարից են քվետանում։ Տիկին Խաչատրյան, անդրադառնանք նաև 3 վարչապետի հասցեին հնչած սպառնալիքների մասին, ինչպես կգնահատեք, տեսանյութ էր տարածվել, որ ավտոմատավորները վարչապետին սպառնալիքներ էին հնչեցնում։ Հայաստանի Հանրապետությունը այն պետությունն է, որը տեսել է հոկտեմբերի 27։ Հետևաբար չպետք է զարմանալ, չպետք է, այսպես ասած, հանգիստ լինել եւ այն, նորից եմ ասում, աշխարհաքաղաքական թևը, որը Հայաստանի Հանրապետությունում փորձում է օլիգարխներով, նախկիններով որևիցե կերպ նորից իշխանություն վերցնել, ինքը կարող է դա անել։ Ես կարծում եմ, որ ինքը իր տեսակով, այնպիսին է, որ նույնիսկ հնարավոր է նման բան, նույնիսկ եմ ասում, մենք հոկտեմբերի 27 տեսած ազգ ենք եւ մեզ գուշավորությունը շատ կարեւոր է։ Այսինքն բաց այդ փորձում էին սպանության նախապատրաստություն էին։ Փաստացի տեսանյութից այո, դա է դուրս գալիս։ Տիկին Խաչատրյան, այս ընտրություններում ում դեմ եք հիմնական քաղաքական պայքար տեսնում, ՔՊ-ի թե ավանդական ընդդիմության։ Մենք։ Այո։ Մեր պայքարը ավանդական ընդդիմություն կոչված է ճակերտավոր, մենք մեր պայքարը թե ՔՊ-ի եւ թե ընդդիմության դեմ է, որովհետեւ մենք այն առողջ ընդդիմադիր առաջարկներն ու այն ուժն ենք, որը Հայաստանի Հանրապետության շահից ելնելով պատրաստվում է գնալ ազգային ժողով։ Իսկ եթե ընտրություններից հետո քաղաքական իրավիճակը պահանջի, հնարավոր կլինի համագործակցություն։ Այո, իհարկե կլինի։ Այո, մենք չենք բացառել, Երևանը դրա վառ օրինակներից է, Հայաստանի Հանրապետության շահից ելնելով մենք պատրաստ ենք համագործակցել։ Ես ասել եմ, երբևիցե Հանրապետություն կուսակցությունը, ես կարող եմ ասել ամբողջ կուսակցության անունից, չի համագործակցի, չի գնա որևիցե քննարկման ռոբադաշնակա այդ թևի հետ, Թևանյան անդոյական այդ Ռուսաստանից ուղղորդված եւ հոկտեմբերի 27-ի ժամանակվա իշխանությանից եկած մարդկանց հետ որևիցե կերպ չի գնա որևիցե քննարկման։ ԲՀԿ-ն գիտեք արդեն իսկ մեծ ուրիշ հասկացողություն է, մենք ասում ենք ԲՀԿ, բայց այնտեղ ԲՀԿ-ն չի, այնտեղ Քոչարյանի Թևանյան անդոներն են եւ արդեն իսկ ասել ԲՀԿ այդ ուժին այս ընտրություններում իմ համար առնվազն ես չեմ կարող իրենց ասել ԲՀԿ, նորից եմ ասում, այնտեղ Անդոյա Թևանյանը սենց ինչ որ խառը հավաքածու է։ Ինչու չեն փորձում թարմ դեմքերով ներկայանալ։
Ինչու են փորձում որովհետև Ռուսաստանից ուղղորդված ոչ մի ուժ Հայաստանի Հանրապետությունում այլևս թարմուշ չունի։ Գիտեք, դրանք էլ կան, նույնիսկ ծպտված կարան արևմտամեդեր լինեն Ռուսաստանի կողմից դրված, ներդրված Հայաստանի Հանրապետությունում կան, նորերն էլ են լինում, նորերն էլ կան, շատ ակնհայտ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է շատ լուրջ նույնիսկ արևմտամեդ ուժ ընտրելուց պետք է, ովքեր իրենց ներկայացնում են, շատ խոր ուսումնասիրի ու նայի նաև կենսագրություններ, որովհետև անհայտ կենսագրությունները անհայտ ծագման, նաև անհայտ ուղղորդման կարան քաղաքական ուժերը լինեն։ Ամենևին ոչ մեկին չեմ ասում, չեմ թիրախում, բայց քաղաքացին պետք է կոնկրետ նայի կենսագրություն քաղաքական ուժի ներկայացվող ղեկավարի կենսագրությունը արդյոք անհայտ, եթե մարդ է, որը չգիտես որտեղից ընկավ, Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ, դա արդեն կասկածի տեղիք է տալիս։ Տիկին Խաչատրյան, իսկ ընդդիմադիր դաշտում եք տեսնում իրական այլընտրանք իշխանությանը։ Իհարկե չեմ տեսնում այս պահին, այդ դաշտում իշխանության այլընտրանք միայն մենք կարող ենք լինել այս առհասարակ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այս պահին այն ընդդիմությանը, ինչ դուք նկատի ունեք, բնականաբար չկա Հայաստանի Հանրապետությունում, ժողովուրդն էլ չի դա թույլ տալու։ Իսկ ինչու միասնական, հանդես չեկաք հանուն Հանրապետության եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունների հետ, որոնց հետ ժամանակին ունեցել ենք ստորագրահավաք համատեղ հանուն Հանրապետության հետ, մենք ունեցել ենք նաեւ համատեղ քննարկում համատեղ Գյումրիի փորձ, որը մեզ ցույց տվեց, որ ճիշտ է առանձին ընտրություններով մասնակցելը։ Ինչ տարբերություն կա ձեր կուսակցության եւ մյուս ընդդիմադիր ուժերի միջով, ինչով եք դուք տարբերվում։ Մեծ տարբերություն կա, մեր կուսակցությունը ունի տասնյակ տարիների պատմություն, ունի քաղաքական հարկադրված քաղաքականություն մտնելու պարտադրանք, դա հոկտեմբերի 27-ն է, ունի պարտավորվածություն Հայաստանի Հանրապետության անկախությունը, որը Վազգենն ասում էր անսակարկելի արժեք է, այդ անսակարկելի արժեքը պահելու։ Մենք այդ անկախության, անսակարկելի Հայաստանի Հանրապետության հզորացման ու տնտեսական հաղթանակին միտված ծրագիր ենք ներկայացրել ու միշտ մենք շարժվել ենք Հայաստանի Հանրապետության շահից եւ ամենևին ոչ անձնական շահից, տեսեք մեր կուսակցության ղեկավարը մի քանի անգամ ընտրվել է ազգային ժողովի падգամավոր եւ ընդամենը մի անգամն է մանդատ վերցրել ելքի ժամանակ, որը պետք է բերեր հետագա հեղափոխությանը ելքդաշինքը ընտրություններին եւ պարոն Սարգսյանը մնացել է ազգային ժողովի падգամավոր։ Դրանից առաջ բոլոր ընտրություններին ընտրվելով պարոն Սարգսյանը չի վերցրել մանդատը։ Այսինքն մենք հանուն մանդատի կամ հանուն որևէ կերպ սեփական շահի համար չի եղել, դա մեր կուսակցությունը միշտ եղել է ու կա Հայաստանի Հանրապետության շահի համար։ Դուք նաև մարզային այցերեք, չէ՞ ունենում։ Ինչ տրամադրվածություններ կան քաղաքացիների շուրջ։ Շատ հետաքրքիր է, որ նույնիսկ մարզերում քաղաքացիները շատ աշխարհաքաղաքական արդեն իսկ տրամադրվածություն ունեն, եթե ժամանակին մտածում էինք մարզերը ավելի պրոռուսական ուղղվածություն ունեն, ամենևին մարզերն էլ շատ իրազեկված են։ Երևի հենց այս պատերազմը 20 թվականին ցույց տվեց Հայաստանի Հանրապետության բարեկամներին, աշխարհաքաղաքական եւ իրական թշնամիներին աշխարհաքաղաքական ու հենց պատերազմով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ճանաչեց իր ողերին բարեկամին։ Կարծիք կա, որ ասում են հասարակությունը հիասթափվել է, թե նախկիներից, թե իշխանությունից, այդպիսի տրամադրվածություններ զգում եք։ Հասարակությունը տեսել է արդեն իսկ մոտ շուտով կլինի նախկին գումարման ազգային ժողովը, այս գումարման ազգային ժողովը եւ հետեւաբար այո, պետք է հիասթափեցներ ազգային ժողովի այն աշխատանքը, ինչ 5 տարի տեսավ հասարակությունը, տեսավ անընդհատ իրար ոչ քաղաքական, ոչ Հայաստանի Հանրապետության շահից, այլ մյուսի թալանից, մյուսի այլերի իշխանությունից, մյուսը ամեն մեկը մեկին ինչ-որ բանով մեղադրելով, գողփիսոս, հենց այդ ամեն ինչում, ու ոչ մի աշխատանք Հայաստանի Հանրապետության շահից, այնինչ նույն ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության իշխանության մաս է եւ ինքը պետք է Հայաստանի Հանրապետության շահից ելնելով աշխատի իշխանության հետ ընդդիմությունը եւ այդ իսկ այս ընդդիմությունը շատ որ ընդդիմություն չկա, համաձայն եք այդ կարծիքով։ Իհարկե չկա, ես այն ընդդիմությունը, որ ազգային ժողովում այս պահին է, սեփական աթոռները վերադարձնելու համար է։
Տիկին Խաչատրյան, ընդդիմադիր որոշ գործիչներ ասում են, որ փոքր կուսակցությունները միայն ձայները փոշիացնելու համար են։ Համաձայն եք այդ գնահատականը։ Կան նաև ձայներ փոշիացնող կուսակցություններ, այո։ Ձեր կարծիքով դրա համար ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել։ Գիտեք, ես չեմ համարում հանրապետական կուսակցությանը փոքր կուսակցություն։ Հանրապետական կուսակցությունը եղել է երկար տարիներ իշխանություն, ունի բավականին լուրջ ռեսուրս մարզային կառույցներ, ինքը փոքր կուսակցությունների շարքին չի պատկանում, հենց բավականին մեծ կուսակցությունների շարքն է։ Ոչ, հանրապետական կուսակցությունը շատ ճիշտ հաշվարկարեց եւ իմանալով, որ նախկիններն այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ շանս չունեն գալու իշխանության կամ վերցնելու այնպիսի քվե, որը հնարավոր է։ Տեսեք, ամենասկզբում ես նշեցի, որ նույն ռուսական օլիգարխը, Ռուսաստանից ուղարկված օլիգարխը, Բարգավաճ Հայաստան ճակերտավոր, անդոները, որտեղ այդ արդեն Բարգավաճ Հայաստան չի, անդոները, Ռոբերտ Քոչարյանն ենք, այդ բոլորն իրար հետ, իրենք բոլորը պայքարում են իրար դեմ իրենց ունեցած մի 10 քանի տոկոսի համար։ Իրենց բոլորի կռիվը մի մասում է եւ հանրապետական կուսակցությունը հասկացավ, որ իր առաջադրվելու դեպքում ինքն էլ այդ նույն կռվի դաշտում պետք է մտնի, այո, ինքը դառնալու էր փոշի, ինչպես դառնալու են մնացածը փոշի։ Ընդդիմադիր դաշտում հիմա 3 հիմնական անուն է, շրջանառվում ԲՀԿ-ն, Ուժեղ Հայաստանն ու Քոչարյանը։ Ձեր կարծիքով ինչ շանսեր իրենք կունենան ընտրություններում։ Ես կարծում եմ, որ այդ ուժերից ընդամենը մեկը կունենա խորհրդարանում մի փոքր խմբակցություն։ Որ մեկը։ Չեմ կարող ասել։ Դա արդեն կորոշեն իրենց ընտրող այդ մի փոքր, ասում եմ, Կարծիք կա, որ այդ 3 կուսակցությունները ուզում են միանան, հա, եւ վարչապետ նշանակեն այդ կուսակցությունների նպատակը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նստացնելն է, դա Պուտինի ընկերոջը, հա, դա նպատակային, դա Ռուսաստանի կողմից պլանավորված շատ փնթի սցենար է, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը Դաշնության ղեկավարությունը չի հաշվարկել, չի պատկերացրել երևի թե որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այնքան քաղաքականապես հասուն է առնվազն վերջին տարիներին էլ ավելի, որ չի գնալու այդ խաղերին, հա, չի տրվելու այդ խաղերին, ինչքան էլ որ փորձեն մեծ ֆինանսական ռեսուրսներ դնել։ Ես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը նույնիսկ ֆինանսական կարիքից ելնելով վերցնում է գումար ընտրությունների համար, այդ քաղաքացին էլ գիտի, որ երբ մոտենա ընտրախցիկին ինքը իրան ոչ մեկ չի կարող ասել, թե դու ում ես ընտրել։ Ինքը իր ընտրությունը գաղտնի է, իր ընտրության մասին ոչ մեկ չի իմանալու եւ ընտրատեղամասում այդ բաժանված գումարները, եթե այդպեսին կան, ասենց միգուցե տգեղահանչում, բայց գցելու է ժողովուրդը այդ մարդկանց եւ ընտրելու է իր ուզած ոչ այդ թևի ներկայացուցիչ ուժերին։ Իսկ ինչու Սամվել Կարապետյանի մասին խոսելիս իր թիմը անդադ շեշտում է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Գիտեք, պետք է այդ տեխնոլոգիաներ են քաղաքական, որը պետք է կիրառվի, իրենք տեխնոլոգիա են կիրառում, շատ փնթի տեխնոլոգիա։ Իրականում Ուժեղ Հայաստանը նաև ես համարում եմ, որ կորցրեց բավականին ռեսուրս քվեի տեսքով Սամվել Կարապետյանին իրոք էկրան տրամադրելու դեպքում, որովհետև երբ տեսնում ես, որ քո երկրի ղեկավար ուզում է դառնալ մարդ, ով այդ երկրի մայրենի լեզուն, իր սեփական երկրի մայրենի լեզուն գիտի նենց ոնց խոսում են Ռուսաստանի պատերազմից կամ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո Հայաստան եկած ռուսները եւ ուկրաինացիները Սամվել Կարապետյանից ավելի լավ արդեն իսկ խոսում են այդ մարդիկ Հայաստանում հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ուզում է դառնալ երկրի ղեկավար, նույնիսկ այդ երկրի մայրենի, իր սեփական մայրենի լեզուն խոսում է օտարի նման, այնպես որ արդեն իսկ դա փաստ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ամաչի մայրենի լեզուն չիմացող ղեկավար ունենալուց, ինչպես մերժեց հայրմերը չիմացող ղեկավարին, որը կարծես թե սովորել է հայրմերը։ Արդեն գնում է եկեղեցի մոմ է վառում։ Ռոբերտ Քոչարյանի մուտքը կրկին ինչպես կգնահատեք, հանրային պահանջ կա նրան իհարկե չկա, Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ փողոցում այնքան շրջապատած են քայլում, որպեսզի հանրությունը իր երեսին չասի այն ինչ մտածում է։ Ռոբերտ Քոչարյանն այսօր գնում է Վազգեն Սարգսյանի արձանի մոտ
կապիկություն է անում, նկարվում է, ես այդ մասին գրառում եմ նաև արել, որ այո, այդ նկարում կար մի հատ այնքան ճիշտ տեսարան, որ ինքը գլուխը կզած է Վազգեն Սարգսյանի առաջ ու այդպես էլ մնալու է։ Ընդդիմադիր դաշտում որքանով է զգացվում նրա ազդեցությունը։ Քոչարյանի ազդեցությունը այնքանով է, ինչքանով ուզում է Պուտինը։ Քոչարյանը Պուտինի սրտի տեխնացուն է, թե Ռուսաստանից ուղարկված օլիգարխը, թե Թևանյան Անդոները, թե Քոչարյանի դաշնակները, իրենք բոլորը պայքարում են Քոչարյանին իշխանության բերելու վարչապետ համար։ Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձը, հա, ակտիվ դաշտ որքանով կարող է փոխել ընդդիմադիր բալանսը։ Ոչինչով չի կարող փոխել, նույնիսկ եմ շեշտում, դա Գագիկ Ծառուկյանը չի, դա մի հատ տապանի այդ տապան է ստեղծված, որ տապանում կան նաև կենթանիներ բերված, հետևաբար այդ կենթանիները չեն կարող ունենալ ձայն Թևանյան Անդոներով, Գագիկ Ծառուկյան չի կարելի ասել։ Ինչն է խանգարում ընդդիմությանը մեկ միասնական ճակատով, հա, հանդես գալ։ Ցանցային փորձ է, միասնական ճակատով հանդես գալով պետք է ունենային Ռոբերտ Քոչարյանի կերպար եւ այդ կերպարով մասնակցեին իշխանությանը, ընտրությանը, իրենք գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը Հայաստանի Հանրապետությունում բացասական կերպար է, եւ իրենք փորձում են ցանցային Գյումրիի սցենարով փորձել համապետական ընտրություններին մասնակցել, ինչը չի աշխատելու, որտեւ Գյումրին արդեն իսկ ազդակ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ չգնա ընտրի Ռուսաստանի կողմից ուղարկված թե տապանի բնակիչներին, թե ուղարկված օլիգարխներին, մնացածին չգնա եւ ընտրի, որովհետեւ դա բերելու է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին, իսկ Ռոբերտ Քոչարյանը այն ղեկավարն է, ում ժամանակ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ամենամեծ, ամենածանր ու հետևանքները, որը բերեց նաև 20 թվականի պատերազմին, թե հոկտեմբերի 27-ը եղել այդ իշխանության տարիներին, թե պարտգույքի դիմաց է Հայաստանի Հանրապետություն ամբողջ նվիրվել Ռուսաստանի Դաշնությանը, Ռոբերտ Քոչարյանի մասին նաև կան այն շատ հետաքրքիր փաստ արյունոտ տասնամյակը, քաղաքական սպանությունների շարքը նաև կա այդ տարիներին, քաղաքական մահերի շարքը կա այդ տարիներին, թե ինչքան քաղաքական արյունոտ տասնամյակ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը։ Իրենց մասին խոսելիս հա դուք եք նշում այդ ռուսական ազդեցության կապված լինելը, ինչու՞մն է նրանց հետ կապված այդ խնդիրը։ Այն իշխանությունները, որոնք չեն ընտրվել բաց թափանցիկ արդար ընտրություններով, ժողովրդի քվեով, այդ իշխանությունները ուզեն թե չուզեն ինչ որ կերպ կապված են լինում այն ամեն ինչի հետ, ինչը իրենց բերել է իշխանության։ Իսկ այդ իշխանություններին բերել եւ պահել է տարիներով Ռուսաստանը, հա, Ռոբերտ Քոչարյանի իշխանության եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության պատմության ամենակարևոր մասերից մեկը հենց հոկտեմբերի 27-ն է, որը ուղիղ փոխկապակցված է Մեղրիի հարցի հետ։ Եվ այս ամեն ինչից ելնելով Քոչարյանը արմատներով ուղն ու ծուծով կապված է Ռուսաստանի հետ եւ ոչ մի կերպ չի կարող նրանից կտրվել ու առանձնանալ, չի էլ ուզում։ Իդեպ Քոչարյանը հայտարարել էր, որ ամենաշատը ափսոսում է իր իրավահաջորդի հարցում։ Ձեր կարծիքով ինչու էր սա ասել, ինչու այս խոստովանական, հա, ինչու հենց հիմա ասեց դա։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը գիտի, որ իրենից հետո իրավահաջորդ չի ունենալու ինքը իր ուժը, ինքը վերջին այս ընտրություններով իր վերջին խրխրոցն է քաղաքական լինելու, ինքը փորձում էր իրավահաջորդ ստեղծել։ Դա հենց նկատել ինքը փորձում էր ստեղծել իրավահաջորդներ, բայց իրենց կապերն էլ այնպես գնացին հաջորդ ընտրություններ, հաջորդ արդեն իշխանությունը երբ եկավ, շատ ակնհայտ է եւ ոչ մի կերպ թե հանրապետականը եւ թե Քոչարյանը չեն թաքցնում իրար հանդեպ ունեցած կռիվը, որը նաեւ հանրային դաշտում է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր քաղաքական ապահարզանի մասին, ի վերջո Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Իհարկե Եվրամիություն։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որը Հայաստանի Հանրապետության թե իշխանություններին, թե առհասարակ Հայաստանի Հանրապետությունում բերեց այն օրակարգը, հավաքեց 60,000 ստորագրություն եւ ազգային ժողով ներկայացրեց Եվրամիությանը անդամագրվելու process-ի սկսվել։ Դա
եղել է մեր կողմից բերված Հայաստանի Հանրապետություն։ Ըստ ձեզ ԵԱՏՄ-ից դուրս գալուց որքանով ենք շահելու եւ արդյոք տնտեսապես չենք տուժի։ Մենք խոսում ենք մի պետության մասին, որը այս պահին այնպիսի պատերազմի մեջ է, այնպիսի պատժամիջոցների մեջ է, որը չունի նաև արդեն իսկ տնտեսություն եւ կործանվող պետության մասին ենք խոսում։ Նաև ինչ է մենք տեսել ենք պատերազմ, մեր ռազմավարական գործընկերը մեր պատերազմական շրջանում մեր համար եղել է ողերիմ բարեկամ, հետեւաբար արդեն իսկ քննարկելու չէ եւ չունենք մենք իրենց հետ ընդհանուր ճանապարհ գնալու։ Տիկին Խաչատրյան, իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական ապահարզանի խոսույթը անընդունելի է, բայց եթե գա որոշում կայացնելու պահը, կկայացնեն։ Ըստ ձեզ ինչ է սա նշանակում։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր որոշումները իր ներսում կատարի եւ այն ինչ Ռուսաստանի Դաշնության լեքսիկոնում է քաղաքական Հայաստանի հետ կապված, կարծում եմ շատ լավ համարժեք պատասխաններ ստանում է Հայաստանի Հանրապետության կողմից ու բացի պատասխանները մի օր պետք է նաև լուծումներ գտնենք։ Տիկին Խաչատրյան, եթե վաղը ստանաք իշխանություն, որոնք կլինեն այն 3 առաջին քայլերը, որոնք կանեք ներքաղաքական դաշտում։ Շատ կարևոր տնտեսական լուրջ մեծ հեղափոխություն է պետք Հայաստանի Հանրապետությունում, դա պետք է լինի հաղթանակ տնտեսական, դա կլինի նաև հաղթանակ Հայաստանի Հանրապետության, մեր ծրագրի կետերի գրեթե գլխավոր մասը հենց հիմնված է տնտեսական զարգացումն, տնտեսական ոլորտում արդեն կանենք տարբեր։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերը։ Մեր շանսերը ես գնահատում եմ շատ մեծ, մեր շանսերը Երևանը դրա ապացույցներից մեկն է, առնվազն Երևանի արդյունքը մենք ունենալու ենք ազգային ժողովի ընտրություններում։ Իսկ ձեր գնահատմամբ որ ուժերը կանցնեն խորհրդարան։ Չեմ կարող ասել, լիահույս եմ պրոռուսական ուժերից եւ ոչ մեկ, բայց չեմ կարող նաև իրականության հետ հաշվի չնստել, կլինեն իրանցից էլ ինչ-որ ներկայացուցիչներ, բայց այնքան փոքր քվեով, այնքան փոքր հնարավորությամբ, որ չեն կարողանալու ոչ մի բան անել ազգային ժողովում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Ազգային ժողովում կլինի իշխող կուսակցությունը, կլինենք մենք, մնացածը չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Խաչատրյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։